Պարոն Գյուլնազարյան, քարոզարշավը մոտենում է ավարտին, մնացել է 2 օր։ Կխնդրեմ ամփոփենք, ինչ խնդիրներ էին բարձրաձայնում փառաքարի բնակիչները, կային բաներ, որոնց մասին դուք չգիտեիք այդ քարոզարշավի ժամանակ իմացաք խնդիրների մասին։ Որ ասեմ գլոբալ խնդիրներ, որոնց մասին ես չգիտեի, ինձ առաջարկներ ա եղել, չկան, որովհետև ես ինքս ծանոթ եմ համայնքի բոլոր խնդիրներին։ Այս կառավարման ընթացքում չկա փոթ, չկա բնակավայր, որ եղած չլինենք, խնդիրներին ծանոթացած չլինենք, գլոբալ խնդիրները ընդհանուր առմամբ նույնն են, ոռոգման ջուր, ասֆալտապատում ու տեղ-տեղ լուսավորություն, որ չի ստացվել կարգավորել ու տենց մի քանի խնդիրներ, իսկ հենց առանձին խնդիրներ կան մարդիկ, այո, հենց իրանց փողոցի հետ կապված, իրանց վարչական տարածքի հետ կապված, որ տարբերվող այդպեսին չէ, բայց փողոցի հետ կապված անձնական խնդիրներ եղել են, մի քանիսին արդեն իսկ փորձել ենք լուծում տալ, մի քանիսն էլ ընտրություններից հետո, երբ որ ավականին կձևավորվի, օրենքը մեզ թույլ կտա անպայման արագ հապճեպ լուծում կստանան այդ խնդիրները։ Ու քանի որ մենք գտնվում ենք քարոզարշավի մեջ, մենք խոստումներ չենք տալիս, խոստումները ասել ենք ավականին կձևավորվի հարգելի մեր բնակիչներ անպայման, իսկ մինչև ձևավորումը ոչ մեկին ոչինչ խոսք չենք տալի, որպեսզի դա չդիտվի ոչ պարկեշտ ու կամ մի քանի օր առաջ քննարկումներ եղավ, որ համայնքի ղեկավարը լծակներ է օգտագործում, համայնքի ղեկավարը տարբեր միջոցները ձևավորում է, որպեսզի ավակ գան ու քվեարկեն իր օգտին։ Տենց բաներից խուսափելու համար մեր բնակիչներին շնորհակալ եմ, որ ըմբռնումով են մոտենում, մենք թողել ենք ընտրություններից հետո։ Կա ինչ-որ մի հիշարժան բան, որ բնակիչները ասել են եւ ձեզ շատ հետաքրքրել է օրինակ, որի մասին տեղյակ չեք եղել։ Այո, կա, ուրեմն ես երեք գտնվում էի իմ մեծ թիմի հետ Նորակերտ բնակավայրում ու նաև ասեմ շատ ոգևորված էի, Կոմիտաս փողոցը, որ մենք ասֆալտապատել ենք գլխավոր, 1 կիլոմետր ասֆալտ ենք արել, այդ փողոցից մի հատ խաչվող փողոց ամբողջովին նորից ասֆալտապատում էր արված ու բնակիչները իրանք իրենցով էին կազմակերպել, ճիշտ է, աղացած մանրացրած ասֆալտով, բայց այնքան որակը բարձր էր, որ ոնց որ լիովին, հիմնովին նոր ասֆալտ արված լիներ ու այդ բնակիչները ընդամենը մեկ խնդիր առաջարկեցին լուծել, ջրահեռացում, որը որ այդ փողոց չմտնելով չէինք իմանա, մենք էլ խոստացանք, նույնիսկ բնակիչ կար, որ շատ մի հատ յուրահատուկ տարբերվող փողոց էր, ասեմ, մի համուր մի ընտանիքի պես իրար կողք կանգնել էին, համ այդ գործն էին արել, համ էլ մեզ հետ զրուցեցին, ես առաջարկեցի, որպեսզի այդ հարցին լուծում տանք, կա մարդ, ով համաձայնա, որ իր հայաթով, իր դռնով, բոլորը միաբերան, բա հենց թող մեր դռնով գա, ուղղակի եկանք հասանք այն եզրակացությանը, որ ավելի նպատակային մի հատ բնակչուհի կար, իր տան մոտով էր ու էլի մեծ սիրով առաջարկեց, որպեսզի իր բակով ընդհանուր փողոցի այդ ջուրը դուրս գա ու մեծ ոգևորությամբ պետք է անենք այդ ամենը։ Եվ նաև չենք կարող շրջանցել ձեր մրցակիցներից մեկի երեկվա հայտարարությանը, խոսքը գնում է Վաղոդիա Գրիգորյանի մասին, նա իր համակիրների մոտ հայտարարել է, թե իշխանությունը ոչինչ չի արել, 11 հոգի էին, թող անեին այսքան ժամանակ։ Ես խնդրեմ նաև մեկնաբանեք։ Ճիշտն ասած չեմ նայել, ժամանակ չունեմ նման բաների վրա ծախսելու, մենք կենտրոնացած ենք մեր գործին, իսկ ինչը վերաբերվում է, որ իշխանությունը ոչինչ չի արել, դա անհեթեթություն է, չգիտեմ ով ասե, խի ասե, ասելա չի ասե, բայց եթե հնչել են նման խոսքեր, ես հերքում եմ, դրա ապացույցը բնակիչը տալիս է ու մարդ ներողություն արտահայտությանս համար առնվազն պետք է լինի կույր, խուլու համր, որ տեսած, լսած շոշափած չլինի այն գործերը, որը որ կառավարության կողմից ֆինանսավորվել է համայնքի բյուջեով, արվել է մեր համայնքում։ Ու այդ գործերը ոչ թե քիչ չեն, այլ շատ ու շատ են։ Իսկ եթե գործեր կան, որ անավարտ են մնացել կամ չեն կյանքի կոչվել, դրանցից մեծ մասը կյանքի չեն կոչվել, այո, հենց ապրելու երկիր խմբակցության նիստերին չգալով, չներկայանալով ու բնակչի հետ կապված ոչ մի հոգս չփորձել լուծելով։ Ուրեմն ասեմ կոնկրետ այս մեր հատվածը, որտեղ որ մենք ենք կանգնած, մենք արել ենք
փոսալցում եւ աղացած ասֆալտով մենք հարթեցրել ենք, իսկ հենց հարող զուգահեռ մեր փողոցը քիչ առաջ ոնց նշեցի, մեր ավականիների չներկայանալու, ավականոնից չձևավորվելու պատճառով այդ փողոցը ասֆալտապատում չի եղել։ Նշեմ, որ նախագծումը կա, փորձակնությունը անցել է ու ավականիները չեկան նիստի, չհաստատվեց այդ փողոցի բնակիչները մեր ավականու քմա հաճույքի պատճառով, ուղիղ ասում եմ բառս, քմա հաճույքի պատճառով, որ ինչ-ինչ առիթներից ձևավորվել ու ասեմ արատավոր ձևավորում է, այդ դրա պատճառով մեր բնակիչները զրկվել են լավ ասֆալտապատ փողոց ունենալու հնարավորությունից։ Բայց իրենք այդ արել են եւ մի հատ էլ ձեզ քննադատում են ոչինչ չանելու մեջ։ Դե քննադատեն, որ իրենց սևը սպիտակեցնեն, բայց բնակիչը խուլ չի, բնակիչը կույր չի, բնակիչը համր չի։ Բնակիչը տեսել է, լսել է, խոսքիս հետ կապված, խոսքի հետ համր չլինելու հետ կապված էլ իր խոսքը բնակիչը ամսի 30-ին քվեախցիկի դիմաց կասի։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։